ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը այսօր Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանել է պետական համալսարանի բակում տեղի ունեցած միջադեպի ընթացքում իր օգնական Գևորգ Մելքոնյանի արտահայտությունը, ինչպես նաև ԵՊՀ մի խումբ դասախոսների Գևորգ Մելքոնյանին պատասխանատվության ենթարկելու պահանջը։ Ինչքան որ ես տեղյակ եմ ցուցակին, դասախոսների նրանց հիմնական մասը մեր աշխատակիցները չեն, այլ համալսարանում մերթ ունենում են ժամավճարով դասեր եւ բնականաբար արտահայտելու համալսարանի կարծիքը իրենք չեն կարող։ Թեև նրանց մեջ կան նաեւ մեր մշտական դասախոսներից 2 հոգի։ Երեկվա միջադեպը, որի ընթացքում երկու կողմից մի քիչ տաքացան, սադրվել է շատ կներեք այդ բառերի համար, ես պետք է ասեմ, սեռական տիպի հայհոյանքների հետևանքով։ Գիտեք ինչ, հայ տղամարդու համար մայրը սրբազան է, եւ երբ որ սրբությունն է հայհոյվում, բնականաբար մարդիկ հունից դուրս են գալիս։ Այսինքն կարող եմ ենթադրել, որ ձեր օգնական ձեզ փոխանցել է, որ իրեն սադրել են, հա, ինքը։ Այո, բայց խնդիրը դա չի, ամեն դեպքում կրկնում եմ, չպետք է ինքը ենթարկվեր այդ սադրանքին, եւ պետք է իրեն բայր ավելի չափի մեջ, որովհետեւ ինքը ռեկտորի օգնականն է, բայց դեռ բոլոր մանրամասները ես չգիտեմ։ Մենք այդ բոլորը հիմա շատ ուշադիր քննության ենք առնում, ստորագրահավաքի հետևանքով նամակ արդեն ստացել են ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներն են դա ինձ հղել։ Մենք ամենայն ուշադրությամբ այն քննության կառնենք, ես այսօր հանդիպել եմ այդ ուսանողների ներկայացուցիչների հետ, մենք պայմանավորվել ենք, որ վաղը միսօրը մենք անպայման կհանդիպենք, ես կհրավիրեմ նաև իմ օգնականին։ Ի գործ եք թշնամացնել։ Զորքը վերարած տղակին ախոթելակի վերարած։ Շատ հայրենասեր տղա է, ես պետք է ասեմ, շատ գործունյա, նրա հիմնական խնդիրը որպես օգնականի այն է, որ նա պետք է ռազմահայրենասիրական աշխատանքներով զբաղվի, մասնավորապես համալսարան, զինակոչիկներ, համալսարան, զինված ուժեր կապը ապահովի եւ համալսարանականների գործունեությունը զինված ուժերում դասախոսությունների ձևով, հանդիպումների ձևով, այո, ինքը ապահովի, սա է եղել իր խնդիրը։ Այնտեղ թույլ տված արտահայտությունները ես չեմ գտնում, որ վիրավորական է զորքի մասին արտահայտությունը։ Երբ որ սկսվեց արդեն այդ սադրանքը, ոստիկանությունը միջած շատ իրեն կոռեկտ է պահում եւ հիմնական նպատակը այն էր ոստիկանության ըստիս եւ ես գիտեմ որ դա այդպես է թույլ չտալ հանկարծ ինչ որ բախումներ երկու կողմի միջև նամանավանդ որ ես ուզում եմ դա ընդգծել շատ փոքրաթիվ ուսանողություն է դիմացի կողմ մի քանի հոգի եւ այդ դեպքում զարմանալի է որ ասենք չի պախարակվում այն որ երկրորդ կուրսի ուսանողուհին կարող է մատների հայտնի շարժում ցուցադրել եւ դա մնա չքննարկվող նյութ, այսինքն դրա մասին բոլորովին չխոսեն եւ անդրադառնան միայն այն բառերին, որ ասել է ռեկտորի օգնականը։ Երբևէ համալսարանի տարածքում ամենայն դեպս վերջի 15 տարիների ես չեմ հիշում այդպիսի բան, որ կիրառված լինեն բռնի մեթոդներ, կիրառված լինեն բռնություններ։ Համալսարան ազատ տարածք եւ համալսարանում ուսանող լինի թե դասախոս թե ուրիշ աշխատակից նրանց նկատմամբ բռնի մեթոդների կիրառումը ոչ միայն այն թույլատրել է, դա ուղղակի անհնար է։ Իսկ առհասարակ այս դասադուլին ձեր վերաբերում ինչ գնահատական։ Ես դասադուլին վերաբերում եմ խիստ բացասական։ Եվ անբարոյական եմ համարում այն հիշատակումները, թե գիտեք ինչ, 88 թվականին դասադուլ արեցինք, ազգային ազատագրական շարժումը մեր ժողովրդի կենսական խնդիրների առաջ քաշումը դասադուլի միջոցով մի բան է, իսկ քաղաքական պայքարին դասադուլ միացնել մեկ ուրիշ բան, եւ այսօր քաղաքական ինչ-ինչ ուժերի ձեռքում կդառնա գործիք եւ դասադուլը համարել քաղաքական պայքարի ձև մեթոդ, ես համարում եմ անընդունելի, ինձ համար այն որպես մանկավարժի, որպես համալսարանականի անընդունելի է։ Համալսարանը քաղաքական պայքարի ոլորտից դուրս է եւ միշտ այդպես է եղել։
Եվ մենք համասարանականների մեջ ինքս էլ կուսակցական եմ, համասարանականների մեջ շատ կան կուսակցականներ եւ ուսանողներ եւ դասախոսներ եւ այլ աշխատակիցներ, բայց այդ բոլորը վերաբերում է միայն համասարանից դուրս պայմաններին, ինքս լինելով հանրապետական։ Համասարանում բոլորը գիտեն, որ համասարանականներին ոչ ոք կուսակցական այս կուսակցություն թե այն կուսակցության միջոցառումներին երբևէ չի տանում ոչ մեկը։ Դասերի ընթացքում նման բաներ անթույլատրելի են։ Ներկայացականները խստեցված չեն հիմա բառը։ Չէ, սովորական են դարձել, ուղղակի առանձին տեղերում մենք ներկայացականները ես խնդրել եմ ավելի ուշադիր անել, հատկապես առաջի կուրսեցիներին, որովհետև ես գտնում եմ, որ առաջի կուրսեցիները դեռ այն շրջանում են, երբ որ նրանք դեռ լրիվ համասարանական չեն, եւ նրանց հունից հանել կամ դասադուլի մղելը ես կրկնակի անբարոյականություն եմ համարում։ Դասադուլը մեթոդ չի այսօր։ Միական հանգստություն ուսանողների մոտ կարող է լինել կապված այդ ազգուշ բառերի հետ կամ արտահայտությունների հետ։ Դա ես կրկնում եմ, օրինակ ասենք զորք բառը, դա այդ մարդը ամբողջ կյանքը բանակի կամ զինված ուժերի հետ աշխատում է որպես երիտասարդ, նրա համար զորք հասկացողությունը մի քիչ ավելի շատ ավելի բարձր հասկացողություն է, քան կարող է թվալ շատ շատերին։ Ինչևէ, ես չեմ ուզում արդարացնել իմ օգնականի բառերը, բայց կարծում եմ, որ որևէ դիտավորություն, որևէ մի վտանգավոր միտք, որևէ մի բռնություն գործադրելու հնարավորություն անգամ նրա մտքով չի անցել եւ նա չէր կարող դա անել, որովհետեւ նա ընդամենը ռեկտորի օգնականը եւ կրկնում եմ համասարանում որևէ մեկը երբևէ այդպիսի մտածություն չի ունեցել, չունի եւ չի էլ ունենալու։